Սիրելի գորիսեցիներ, պատմության ամենավճռական ժամանակահատվածում Սյունիքը շատ հստակ դիրքորոշում է ունեցել մեր լինել եւ չլինելու հարցում։ Եվ դա է պատճառը, որ Սյունիքի եւ պատմախնդիր Սյունեցուն ապավինել են Գարեգին Նժդեհը, Դավիթ Բեգը, Մխիթար Սպարապետը։ Սիրելի հայրենակիցներ, ցավոք այսօր մենք եւս կանգնած ենք վճռական ընտրության առաջ։ Սա ընտրություն չէ, իշխանափոխության մասին չէ։ Սա մեր ինքնության պահպանության մասին է։ Եվ հետևաբար մենք բոլորս միասնական կերպով պետք է գնանք փոփոխությունների ճանապարհով։ Այո! Մենք պետք է մերժենք, որպեսզի Բաքվից ասեն, թե ինչպիսի սահմանադրություն պետք է ունենա հայը։ Մենք պետք է մերժենք, որպեսզի Բաքվից ասեն, թե որ սարին մենք պիտի նայենք եւ որ սարին չպիտի նայենք։ Մենք պիտի մերժենք, որ Բաքվից մեզ չասեն, թե ինչպիսի ախանապատվություն ունենանք։ Եվ հետևաբար սիրելի հայրենակիցներ, այս մարդիկ, որ 3 պատերազմ են բերել, սյունեցիները շատ լավ գիտեն խաղաղության գինը։ Մեզ փորձում են համոզել, որ երբ հանձնել են Գորիս Կապան ճանապարհը, սա իրական խաղաղություն է։ Ուզում են մեզ համոզել, որ թշնամուն բերելով ընդամենը մի քանի կիլոմետր, այստեղից երևում են, հասցնելով Սյունիքի վարդուկներին, բերելով մեր տուրերեն տարածք, մեզ ուզում են ապացուցել, որ սա իրական խաղաղություն է։ Մինչդեռ իրական խաղաղությունը չի լինում անընդհատ զիջումներով։ Սիրելի հայրենակիցներ, մենք ուժեղ Հայաստանի թիմակիցներով եկել ենք այսօր ձեզ ևս մեկ անգամ ասելու, որ Հայաստանը այլևս թույլ չի լինելու։ Հայաստանը լինելու է ուժեղ Հայաստանի Հանրապետության հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ։ Մենք լինելու ենք միասնական և ունենալու ենք արժանապատիվ խաղաղությամբ ուժեղ Հայաստան։ Սիրելի գորիսեցիներ, ես իմ մասին չեմ խոսում, որովհետև դուք ինձ լավ գիտեք, ինչպես եմ աշխատել, ինչպես եմ ամեն օր իմ աշխատանքային գործունեության ընթացքում յուրաքանչյուրի հոգսով ապրել, ինչպես եմ փորձել օգտակար լինել մարդկանց, բայց այսօր խոսքը դրա մասին չէ ամենևին։ Ես ուզում եմ ասել, որ իմ աշխատանքային գործունեության ընթացքում հարյուրավոր քաղաքացիներ մշտապես դժգոհել են արժանապատիվ աշխատանք ունենալուց։ Որևէ մեկը կարիք չի ունեցել, որ ինչ-որ մեկը իրեն ինչ-որ հարցում օգնի, այլ աշխատանք ունենան, արժանապատիվ վաստակեն։ Ժամանակին Գորիս քաղաքը ունեցել է հզոր արդյունաբերություն։ Մենք ունեցել ենք գորգերի գործարան, փայտամշակման գործարան, միկրոշարժիչ գործարան։ Միայն կարի ֆաբրիկայում Գորիս համայնքում աշխատել է 500 մարդ։ Ինչ է առաջարկում ուժեղ Հայաստանի ուժեղ առաջնորդ Սամվել Կարապետյանը, 300,000 նոր աշխատատեղ։ Հենց սրա մասին է 300,000 աշխատատեղի առաջարկը, որպեսզի մենք անհատապես շարունակենք աշխատել բոլոր գործարարների հետ։ Հայաստանում գործարարները պետք է ունենան լայն հնարավորություն հարկերից ազատման։ Յուրաքանչյուրի հետ անհատական աշխատանք պետք է տարվի, ստեղծելով հնարավորություն, որպեսզի ոչ թե հարկերով ճնշեն, բարդացնեն գործարարի կյանքը, այլ հնարավորություն ստեղծեն խոշոր ներդրումների։ Մեր համայնքում գերակա ուղղություն է նաև գյուղատնտեսությունը։ Սահմանապահ գյուղերում մարդիկ ազգային անվտանգության խնդիր են լուծում այնտեղ ապրելով։ Մենք պետք է բոլոր հնարավորությունները ստեղծենք, որպեսզի սահմանին ապրող գյուղացին ունենա կայուն եկամուտ։ Առաջարկում ենք մթերման կայաններ, որպեսզի որևէ մեկը չմտածի իր
չարչարանքը, բարիքը վաճառելու մասին եւ տարվա սկզբին իր եկամուտն արդեն կարողանա պատկերացնել։ Ուշադրության կենտրոնում պետք է լինեն բոլորը, մանկավարժները, ովքեր պետք է ստանան բարձր աշխատավարձ, ժամկետային զինծառայողները, ովքեր պետք է վճարվեն պարտադիր։ Ուսուցիչների մասին խոսեցի նաև բժիշկները, որ պետք է արժանապատիվ աշխատանք եւ վաստակ ունենան։ Մեր հասարակության մեջ ամենամեծ աջակցության կարիքն ունեն նաև հոգատարության աջակցության մեր ավագ սերնդի ներկայացուցիչները, ովքեր վաստակած հանգստի են գնում, բայց ստիպված են լինում անցնել զրկանքների միջով, որովհետև ստանում են ոչ արժանապատիվ թոշակ։ Մեր քաղաքական առաջնորդը ոչ թե ընտրությունից 2 ամիս առաջ է խոստանում բարձրացնել թոշակները, այլ յուրաքանչյուր տարի 12,000 դրամ մեր թոշակառուները ստանալու են ավելի բարձր թոշակ, սիրելի հայրենակիցներ։ Իսկ ինչու վստահել Սամվել Կարապետյանին, ինչպես իմ գործընկեր Էդգար Ղազարյանը նշեց, մարդ, ով որևէ պետական պաշտոն չզբաղեցնելով, ահռելի մեծ ներդրում է իրականացրել Հայաստանում, ապրելով դրսում, մարարելով դրսում, բայց իր անձնական միջոցները մշտապես ուղղել է Հայաստանի տնտեսության զարգացմանը, ուղղել է Հայաստանում բարիք ստեղծելուն, հազարավոր ընտանիքներին ապահովել է աշխատանքով, հնարավորություն ստեղծել, ճակատագրեր փոխել, սիրելի հայրենակիցներ, եւ այո, եկել է ժամանակը, որպեսզի մենք ունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ առաջնորդ Սամվել Կարապետյանի հետ միասին։ Սիրելի հայրենակիցներ, ուզում եմ խոսքս ամփոփել հետևյալով. ես եւ դուք շատ լավ գիտենք բոլոր ճնշումների մասին։ Բոլոր ժամանակներում Սյունիքը մերժել է վախը, որովհետև Սյունեցին պատվախնդիր է, ունի արժանապատվություն։ Ես վստահ եմ, որ հունիսի 7-ին բոլորս մերժելու ենք այս ամենը եւ ընտրելու ենք փոփոխության թիվը =3։